Երբ Նարեկը այգում գտավ փոքրիկին, անգամ պորտալարը կտրված չէր, 2-3 ժամ առաջ էր ծնվել։ Օգոստոսի 10-ի երեկոյան Հալաբյան 13 շենքի մոտակայքում բնակիչները երեխայի լացի ձայն են լսել, իրար անցել։ Նարեկն է առաջինը մոտեցել նորածնին։ Մոտիկացա այդ հատվածում, տեսա ազյալ է, մի բա ուզում էի ոտքով խփեի, ասի կարող ոնց որ շանձակ քնի, բան փառք Աստծո չխփեցի այդ պահին։ Կարացա ազյալը բացեցի, տեսա նորածին երեխա է իրոքից, երեխուն նույն պահին գրկել եմ ու անմիջապես զանգել եմ շտապօգնություն։ Շտապօգնությունը բավական արագ է հասել, 5 րոպեում։ Փոքրիկին միանգամից հիվանդանոց տեղափոխել, բայց Նարեկը հասցրել է 1 լուսանկար անել աղջնակից։ Մենք հստակորեն կարող ենք ասել, որ երեխան ծնվել է ամսի 10-ին։ Պորտալարի թարմությունը հաշվի առնելով, կարելի է ասել, որ երեխան 3, 4, 5 ու մաքսիմում 6 ժամվա ծնված երեխա պետք է լիներ։ Օգոստոսի 10-ի երեկոն բավականին սառն էր Երևանում։ Գետնին սառը թիթեղների արանքում դրված երեխայի համար բժշկի խոսքով սա կարող էր մահացու լինել։ Նորածնի մարմնի ջերմաստիճանը նվազել էր, հասել 30-ի։ Ըստ պրոտոկոլի հիպոթերմիայով նորածիններին պետք է ժամական կես աստիճանով ջերմաստիճանը բարձրացնել, այդպես էլ արել ենք եւ առավոտյան կողմ արդեն երեխայի ջերմաստիճանը նորմայի սահմաններում է, դա մեր համար 36.7 աստիճանն է։ Կային նաեւ շնչական անբավարարության որոշ նշաններ, հիմա երեխան CPAP համակարգի տակ է, այլ բան չենք նկատել, բնական է եւ լավ է, որ բռնության նշաններ երեխայի վրա չկան։ Մտածում ենք, որ որևէ ֆորս մաժորային իրավիճակի բացակայության դեպքում երեխան կբուժվի։ Աղջնակը 2250 գրամ է, հասակը 40 սանտիմետր։ Նրան դեռ անուն չեն տվել։ Բժիշկն ասում է, եթե նախկինում նման դեպքերում հիվանդանոց անուն տալիս, վերջին տարիներին դա սոցիալական ծառայության պարտականությունն է։ Բժշկի պնդմամբ նման դեպքերում հաճախ են լինում մարդիկ, ովքեր երեխային հիվանդանոցից որդեգրելու ցանկություն են հայտնում, բայց երեխան դեռ բուժման փուլում է։ Ըստ կարգի նա կտեղափոխվի մանկատուն, որից հետո միայն կկարողանան որդեգրել նրան։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, ոստիկանները ուսումնասիրում են տարածքի տեսախցիկների տեսագրությունները երեխային շենքի մոտ դրած անձին հայտնաբերելու համար։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։